Ահա նա գալիս է ամպերով, և նրան պիտի տեսնեն բոլոր աչքերը, նաև նրանք, որ խոցեցին նրան, և նրա վրա պիտի ողբան երկրի բոլոր ազգերը, այո, ամեն։ Ես եմ ալֆան ու օմեգան, սկիզբն ու վերջը, ասում է Տերը, Աստված, նա որ է, որ էր և որ գալու է, ամենակալը։ Հայտնության գիրքը սկսվում է դեպի առաջ նայելով, դեպի խոստումներով լի ապագան, ահա նա գալիս է, սա կոչ է, հայտարարություն, հորդոր, որպեսզի մենք բացենք մեր աչքերը, արթնանանք և ուշադրություն դարձնենք։ Քրիստոսի վերադարձը գաղտնի կամ աննկատ իրադարձություն չի լինելու, այն համընդհանուր, փառավոր և անխուսափելի հայտնություն է։ Ահա նա գալիս է ամպերով, նա, ով իր առաջին գալուստով եկավ աննկատ և ծնվեց մեր մեջ որպես անպաշտպան և խոցելի մի մանուկ, պիտի վերադառնա զորությամբ, փառքով և իշխանությամբ։ Նա, ով իր առաջին գալուստով խոնարհվեց ու փշեպսակ կրեց, պիտի գա հաղթանակի ու փառքի պսակով։ Նա, ով խոցվեց և կրեց մեր մեղքերի պատիժը, պիտի գա ու նրան պիտի տեսնեն ու ճանաչեն բոլորը։ Բոլոր աչքերը պիտի տեսնեն նրան, թե հավատացյալները, թե մերժողները, թե նույնիսկ նրանք, ովքեր խոցեցին նրան։ Նրա վերադարձը կլինի ճշմարտության բացահայտում, այնինչ թաքնված էր, կդառնա ակնհայտ, և այնինչ արհամարհված էր, ճանաչելի կլինի բոլորի կողմից։ Սա հիշեցում է, մարդկության պատմությունը չի շարժվում քաոսի մեջ, այն գնում է դեպի հստակ ավարտ։ Այս պատմությունը կերտողը մարդը չէ, կենտրոնում կանգնած է Քրիստոսը, նա է ալֆան և օմեգան, սկիզբն ու վերջը։ Սա նշանակում է, որ մեր կյանքի սկիզբը, ընթացքը և ավարտը նրա ձեռքում են։ Նա միայն պատմության վերջում հայտնվող դատավորը չէ, այլ նաև այսօրվա Աստվածն է, նա, որ է, որ էր և որ գալու է։ Քրիստոսի վերադարձի հույսը մեզ չի կտրում ներկա կյանքից, այլ իմաստավորում է այն։ Մենք կանչված ենք ապրելու սպասումով, բայց ոչ պասիվ սպասումով։ Սա հավատքով արթուն կյանք է, վստահությամբ լի ընթացք, ուր մեր հույսը ամոթով չի մնալու, մեր հավատքը զուր աշխատություն չի դիտվելու և Աստծո սիրո վրա հենված կյանքը երբեք չի զրկվելու իր հենարանից։ Քրիստոսը, որ եկավ խոնարհությամբ, պիտի վերադառնա փառքով։ Այո, ամեն։ Սա եկեղեցու պատասխան խոսքն է։ Մենք ոչ միայն ընդունում ենք այս խոստումը, այլ աղոթքով արձագանքում ենք դրան։ Գալստյան շրջանը սպասման շրջան է։ Մինչ պատրաստվում ենք նշելու Սուրբ Ծնունդը, մենք սպասում ենք նրա հայտնվելու։ Փառքերի Տեր, պահիր իմ սիրտը սպասման ուրախությամբ, արթուն և կարոտով